Հաղորդման հյուրն է Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, շնորհակալություն ազատության հրավերն ընդունելու համար, մինչ մեր զրույցի բուն թեմային Սասնա ծռերի դատավարությանը անդրադառնալը, նախ կա այս տեսանյութի մասին, դուք նաև Գյումրու ավականու անդամ եք, Գյումրիում էլ կան բոլշևիկների անուններով փողոցներ։ Այո, Գյումրին բացառություն չէ, երևի բոլոր քաղաքներում էլ կան։ Ես մի 30-40 անուն եմ հաշվել մոտ 400 փողոցներից, որոնք մնացել են բոլշևիկների Հայաստանին վնաս տված բազմաթիվ մարդկանց անուններով։ Բոլշևիկ ասելիս նկատի չունեմ, թե բոլոր բոլշևիկներն են վնաս տվել։ Դե հա, այդ նույնացումը արդեն քննադատվում է։ Վնասատուների, մնացել են այդպես, ընդհանրապես կապ չունեցող, անկապ, Գյումրու հետ կապ չունեցող մարդ, Հայաստանի հետ կապ չունեցող մարդկանց 4 լազոյի այդպես սովետի ժամանակներից դրանք կարծում եք հերթափոխը ձեր քաղաքին էլ պիտի հասնի։ Եթե իհարկե Տարօն-Մարգարյանը Երևանում ընդհանրապես այդ փոփոխությունները, գիտեք, սկզբունքորեն պիտի Տարօն-Մարգարյանների համաձայնության անհամաձայնությանը չնայել, երբ հանրությունը ինչ-որ մի բան կամենում է անել, եւ դա տեղի է ունենում հանրային ազատ քննարկման եւ որոշման հանգելու միջոցով, կարեւոր չէ Տարօն-Մարգարյանն է, թե Հուլիոս Կեսարն են դեռ նստած։ Գյումրու հետ կապված մի քանի անգամ ես նման գաղափարներ եւ հրապարակային խոսք ունեցել եմ, որ հարկավոր է կոնկրետ երկրին, քաղաքին վնաս տված մարդկանց անուններով փողոցները անվանափոխել, դնել արժանավոր մարդկանց անուններով։ Երբեմն քննադատվել եմ դրա համար, բայց ես մնում եմ նույն կարծիքին։ Իսկապես կարիք չկա այդ արհեստական ժառանգությունը շալակած քարշ տալ ու դա ժառանգել հաջորդ սերունդներին։ Անցած 10 տարիների ընթացքում Գյումրու ավականու որոշմամբ երևի թե մի 20 փողոց վերանվանվել է։ Կռուպսկայայի անունով է փոխվել եւ այլն, Ձերժինսկու անունով, Օրջոնիկիձեի անունով փողոցները փոխվեցին եւ հայ ազգի արժանավոր մարդկանց նաեւ գյումրեցիների անուններով վերանվանվեցին, բայց ինչ որ մի պատահական գարավ եւ վերջին տարիներին 1-2 փողոց է վերանվանվել, ասենք Կորկու փողոցի մի մասը վերանվանվեց Շիրազի անունով, Աբովյան փողոցի մեջտեղի մասը կտրեցին, վերանվանեցին Քրկորյանի անունով, հիմա քաղաքը երկու հատ Աբովյան փողոց ունի, այս տեսակ ինչ որ բաներ եղան, բայց խոսքը Գորկին էլի ոչինչ, կարող է Ձերժինսկուց են ազատվել, պարոն Բարսեղյան։ Օրջինիկիձե։ Դառնանք արդեն Սասնա ծռերին, դուք այս դատավարությունը ինչպես կբնորոշեք։ Դե ակնհայտորեն տեխնիկական իմաստով է դա մնում դատավարություն, կա դատավոր, կա մեղադրող, կա մեղադրյալ եւ այլն, արդարադատության տեսանկյունից երևի մարդ չկա, որ արդեն կասկած ունենա, որ դա ուրեմն արդարադատության իրականացման process չէ։ Երբ մեղադրյալները ծեծվում են, խոշտանգվում են դատարանի շենքում, երբ փաստաբանները խուզարկվում են, նվաստացվում են, ավելի ճիշտ փորձում են նվաստացնել այդ մարդկանց արժանապատվությունը եւ մասնագիտական որակները հատկապես, ինչ արդարադատության մասին է խոսքը։ Մեր ժամանակի տեխնոլոգիաների, տեղեկատվական հոսքերի արագության համատեքստում այս հանցագործությունները, որոնք տեղի են ունենում արդարադատության դեմ, գուցե ավելի սարսափելի բան են, քան թե 30-ականների կամ 40-ականների, 50-ականների սովետական միության ժամանակվա եղած հանցագործությունները արդարադատության դեմ։ Ճիշտ է, այնտեղ ավելի զարուրելի բաներ էին տեղի ունենում, բայց ունենալով այս տեսակ թափանցիկ աշխարհ, իմանալով ինչ կա չկա երկիր մոլորակի վրա, այսքան գիտելիք, այսքան դրամաշնոր ու վարկ կերած երկիրը, որը պիտի ապահովեր արդարադատություն, փաստացի զվարճանում է բոլորի սպանականության վրա։ Ասենք որ ձևական կողմն էլ չի պահպանվում, հա, դատավարական։ Դե նորամուծություն էր փաստորեն, շատերս հարցանագրեցին, որ դատարանի դահլիճում արդեն կարելի է խոշտանգել մեղադրյալ։ Ինչ եք ուզում ապացուցել դրանով։ Շղթայված մարդուն դատարանում, որ ծեծում եք, ինչ եք անում, կարծում եք, որ ասենք այդ մարդկանց նրանցից մի քանիսին, որոնք պատերազմի հերոսներ են, կարծում եք, որ դատարանի դահլիճում այդ մարդկանց ծեծելով, խոշտանգելով
նրանց հաղթում եք, հնարավոր բան է պատկերացնել, ասենք հերու որդի ելել են զինված ապստամբության։ Հիմա դուք որ իրենց ծեծում եք, մտածում եք, որ կարող եք կոտրել այդ մարդկանց, այս տեսակ մտածողության ենք հանգել։ Դժբախտաբար ավտորիտար ռեժիմների գործիքացանկում դու մի ասա նման ախմախություններ էլ կան։ Ես տարակույս չունեմ, որ ամենավերին մակարդակով լավատեղյակ են եղել, եթե չասեմ արտոնված են եղել այդ հանցագործությունները մեղադրյալների նկատմամբ։ Եվ դա դեռ չի ավարտվել։ Ոչ ոք դեռ չգիտե, թե ինչ խորությամբ եւ ինչ ուղղություններով է դա զարգանալու այդ հարձակումները մեղադրյալների եւ նրանց պաշտպանների վրա։ Փաստորեն նրանց զրկում է արդարադատության իրավունքից։ Հասկանալի է, որ դե ասեն, հա դե, գնացեք վերաքննիչ, վճռաբեկ, գնացեք մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդ մարդկանց անազատության մեջ պահելով տարիներով դուք շարունակելու եք այդ խոշտանգումները։ Ես տարակույս չունեմ ուղղակի, որ ակնկալել որևէ տեսակի արդարադատություն ավտորիտար այս ռեժիմի պայմաններում միամտություն է ուղղակի։ Նաև դրա վկայությունն է, որ ծեծի մասով հազանգից հետո հարուցված քրեական գործով առայժմ անգամ կասկածյալներ ներգրաված չկան այն դեպքում, երբ իրենք ոստիկանի անուն են տվել համենայն դեպս կողմնակը հրահանգում։ Գիտեք, ես չեմ զարմանում նման բաներից, բաներ կա, որ ես տեղյակ չեմ, ասենք չեմ հետևում, ավելի ճիշտ հետևում եմ, որոշ բաներ երևի թե չեմ նկատում, եւ հիմա որ ասում եք, ես չեմ զարմանում, որ այդպիսի դրսևորումներ ունի, իհարկե լրագրողներ ծեծել եւ մեղադրյալ չունենալը ինչ մի հարց է մեր նման երկրում։ Երևի այնուամենայնիվ Պարլամենտ 26-ում համարում են, որ ահաբեկումը հասարակության եւ կոնկրետ այս մեղադրյալների լրացուցիչ ահաբեկումը իրենց ուժի արդյունավետ ցուցադրություն է։ Ես հակառակ կարծիքին եմ նույնիսկ ավտորիտար ռեժիմի համար։ Կարիք չուներ Սերժ Սարգսյանը նման լկտիություններ արտոնելու, բայց արտոնել է, թույլ է տվել։ Տեղյակ չես եղել, կես ժամ հետո ծերնամուխ լինեիր, վերջապես այդ հանցագործությունները բացահայտվեին, որոնք տեղ են ունենում դատարանի դահլիճում փաստաբանների եւ մեղադրյալների նկատմամբ։ Ըստ երևույթին ուժ է ուզում ցուցադրել, բայց իրականում սա թուլության դեմոնստրացիա է։ Շատ կասկածում եմ, թե իր վերահսկողությունից դուրս է տեղի ունենում այս process-ը, այն ոստիկանները, որոնք խոշտանգում են, ծեծում են մեղադրյալներին, առանց հրամանի չեն կարող շնչել, ջուր չեն, զուգարան չեն կարող գնալ, ուր մնաց մեղադրյալին ծեծեն։ Անպայման քարտ պլանշ ունեն եւ այդ թույլտվության հիման վրա ինքնադրսևորվում են, ինքնահաստատվում են։ Եվ զարուրելի մի իրականության մեջ ենք թաղվում հետսետե, երբ անհնար է պատկերացնել հնարավոր համակարգային փոփոխությունից հետո, չասեմ իշխանափոխությունից հետո, թե ինչ վիճակում են հայտնվելու այդ մարդիկ։ Այդ մարդիկ հասկանում են, որ ասենք, եթե իշխանությունը փոխվեց, արմատապես փոխվեց, իրենք լրջագույն պատասխանատվության առաջ են կանգնելու։ Եվ երևի սա էլ են հասկանում իրենց հրաման տվողները, փորձում են հնարավորինս շատ մարդ փչացնել, պաշտոնյա եւ ծառայող, դրանցով դարձնել յուրային սրանց։ Մարդիկ, որոնք թաթախված չէին, ասենք ոստիկաններ, թաթախազեր եւ որևէ կերպ չէր թաթախվել այս այլանդակություններին, հիմա արդեն նրանց էլ վերցրեցին իրենց կողմը ու շարունակվում է այս process, այսինքն ավտորիտար ռեժիմը իր զորքը շարունակում է նաեւ այս մեթոդներով ավելացնել, մեծացնել չհաշված բյուջետային ու մնացած ուրեմն օժանդակությունները այսպես կոչված մենթապետության կամ ահաբեկչական պետության համակարգի հզորացման համար։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ դատարանից չէին գորգորում են, ասենք, թե չեն կանգնում ոտքի, էլ ինչ են անում ներողություն, ինչ եք ուզում անել։ Հիմա լավ ծեծեցիք, անցավ մի ամիս, այդ ծեծից այդ մեկ ամսվա ընթացքում դատեր են եղել, նիստեր են եղել, ներողություն, փոխվել է մեղադրյալների վարքը, հաջողեցիք մի բան անել։ Ֆիզիկապես, ասենք, լրջագույն, եթե չասեմ անդառնալի վնասներ եք պատճառել ոմանց արդեն։ Խանդոյանի հետ կապված պատմությունը հայտնի է, հա, լսողության գլխացավերի բան, բայց հաստատ նրանց կամքի կամ վարքի հետ որևէ փոփոխություն չկա։ Արեք ձեր եղած օրենքներով այսպես կոչված արդարադատությունը իրականացնելուն։ Ինչն էր ձեզ խանգարում։ Մտածում եք, որ դատարանի դահլիճում 1-2 բարձրաձայն ռեպլիկա ձեր իշխանությունը սասանելու էր, կասկածում եմ, կամ էլ իսկապես գուցե սարսափած են, հա, գուցե վախենում են կամ չգիտեմ, մտածում են, որ ինչ-որ
երկրորդ ռաունդ է լինելու ռեզոնանս է տալու մի ձևի տրակի էլի մի տեղից, ինչի ես կասկածում եմ, որտեղ մտածում եմ, թե ուրիշ տեղից է փողոք այլևս արտահայտվելու, ոչ նույն ձևով, ինչպես եղավ անցած տարվա հուլիսին։ Իսկ այլ կերպ է ժայթքելու է։ Այլ կերպ հա, դե ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, ուղղակի կրկնեմ, եթե բան եղել, մեր հասարակական քաղաքական բողոքի ներկա պնակում մենք զինված ապստամբություն չունեինք։ Այս 25 տարիների մասին է խոսքը։ Ավելի վաղ եղել է, հա։ Եվ մնացած գործիքները կարծես թե կիրառվել էին քաղաքակիրթ համարվող կամ օրինական համարվող գործիքները կիրառվել էին եւ եկավ մի պահի երբ այս խումբը որոշեց որ այս գործիքին է ձեռնամուխ լինում ինչու իրենք իրենց պատճառներն ունեն իրենք բացատրել են ես հիմա չկրկնեմ իրենց խոսքը հիմա դրա ռեակցիան եղավ ինչ հասկանալի է որ բանակցություններ զենք հանձնել ծեծ խոշտանգումներ արդարադատության խափանում ոչ ոք հույս չունի որ նույնիսկ այդ բռնություններն ու խոշտանգումներն էլ որ չլինեն կարող է արդարադատություն տեղի ունենալ եւ այլն հիմա եթե էսել եք խեղդում ինչ եք կարծում այդ 30 հոգին 1000 ներողություն բան են որբ են հավիցակ են ախպեր չունեն քուր չունեն տղա չունեն ծնող չունեն համակիր չունեն հազարավոր տասնյակ հազարավոր 100 հազարավոր ասել են լավ դե հա դե մի ծեծեցին անցավ գնաց ես շատ կասկածում եմ լուրջ եմ ասում եթե իշխանությունը պարզվեց որ մեկ տարվա ընթացքում դասեր չի քաղել չի հասկացել որ խնդիրները չլուծելով այդ ուրեմն ռեակցիաները արմատականանում են վաղը չեմ մյուս օրը ուրիշ դրսևորումներ են լինելու են այն դրսևորումներից որոնք նույնպես մեր ներկապնակում չեն եղել ինքնատատաստանի դրսևորումներ են լինելու ում երևակայությունը ինչքան ուզի կարող է զորել բոլորը կինոներ են նայում բոլորը ինտերնետից գիտեն եւ այլն եւ հիմա մանրամասների մեջ չխորանամ հետո չզարմանաք այդ ոնց եղավ որ հա այս մեկը կարծես թե անշարժ մարդ էր մեկ էլ հանգարց դուժեց կամ գիտակցության է գալիս իշխանությունը փոխում է իր վարքը ինչին շատ կասկածում եմ ցավոք խորացնում է երևի թե Բաղրամյան 26-ի հույս ակնկալիք այն է որ այդ դժգոհողների ճնշող մեծամասնությունը բռնելու է այն ճամփան ինչ անցել են նախորդ տարիների դժգոհողները արտագաղթ կթողնենք հեռանան կպրծնի այդտեղ կմնան խելոքները համեստները սուսերը կմնան ահաբեկվածները վարչական ռեսուրսով ազդվածները կմնան եւ վերջ էլի դե ինքը կշարունակի թակավորել շուկան փոքրանում է մի քիչ ոչինչ դե կրճատվում է ասենք գնողունակությունը բյուջեն է փոքրանում բնակչությունն է պակասում ոչինչ ցկեն մինչեւ տեսնեն ինչ այս ձևով երկիր չեն պահում այս ձևով երկիր ուղղակի բան են մանրում են մանրադրամի տեղ տալիս են առաջ Պարոն Բարսեղյան, դուք ասում եք միևնույն է այդ ճնշումները ազդեցություն չեն ունենում, ոտքի չեն կանգնում, իսկ ինչպես վարվեն դատավորները Արտուշ Գաբրելյանը, Տաթևիկ Գրիգորյանը, երբ ոտքի դատանն է գալիս կոչի ժամանակ, Սեֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարժան Ավետիսյանը ոտքի չեն կանգնում եւ ըստ էության օրենքով էլ ասված է, որ պետք է կանգնեն։ Հիմա իրենք ինչ անեն, աչք փակեն, դուք ինչպես եք այս լուծումը տեսնում։ Ես իրավաբան չեմ։ Ես լսել եմ, կարդացել եմ իրավաբան, փաստաբան բազմաթիվ ծանոթների, ընկերների կարծիքները եւ ունեն որոշ գիտելիքներ ուրիշ մի շարք տեղերից։ Ես կարծում եմ, որ ենթադրենք այդ ինչ է անունը անմոռանում եմ մականունն եմ հիշում, եթե Ցրան Մոզու մասին է խոսքը, ինչպես կոչել է իրեն մեղադրյալներից մեկը, եւ Տաթևիկը, որը 2 տարվա դատավոր է կարծես թե, հա, ջահել մի աղջիկ։ Եթե իրենք իսկապես ենթադրենք արդարադատություն իրականացնելու ջատագովներ են, կարծում եմ, որ իրենց դա չպիտի խանգարի, որ մեղադրյալը, ասենք, փռված է նստած է, կանգնած է, թե հատակին պառկած է։ Կամ ջուր է խմում, ինչպես Եղնուկյանի Կամ ջուր է խմում, ասենք, թե կամ դե վերջը ինքը եկել է դատարան։ Այնուամենայնիվ եկել է դատարան իր դատաքննության, կարող է չգալ, հրաժարվել չգալ։ Եկել է, վերջը հետաքրքրված է մասնակցել իր դեմ ներկայացված մեղադրանքների դատաքննության։ Ախպեր թոքո դատարա էլի։ Տաթևիկ ջան, Բալիկ ջան, դատարա արդարադատությունը դիրականացրու են ինչքան որ թույլ են տվել ասենք Բաղրամյան 26-ից եթե հաշվարկները այն է որ այս մարդկանց անընդհատ պատժելով հեռացնելով դատական նիստից փաստաբաններին անընդհատ խոչընդոտելով որ այս մարդիկ կան իրենց պարտականությունը բարեխղճորեն կատարեն ժամանակ է շահում թե այսպես կոչված արդարադատություն է իրականացնում կարծում եմ սխալ տակտիկա է ընդհանրապես դու քո բարեխղճությամբ այդ դատարը ինչ է եղել
ասենք 2-3 հոգի է չի կանգնում, որովհետև ոտքը ցավում է։ Մտածի, որ այդ մարդը ֆիզիկական ցավ չունի, ինչ-որ համոզմունք ունի, դրա համար չի կանգնում։ Կամ այդ տղեկի ոտքերը, որ չցավար կարծում էի կանգնելու էին, էլի չէին կանգնելու։ Այսինքն արհեստական ինչ-որ պատճառ գտնել, մոգոնել։ Եթե սկսեին կանգնել, երևի ուրիշ բաներ սկսեին հորինել, ըստ երևույթին։ Այսով ես համոզված եմ, որ այդ դատավորները արդարադատություն չեն իրականացնում, ուղղակի գործակատարներ են։ Մենք նախկինից ունեինք հռչակավոր, հա, Մացո կար, Տավարացյան կար, ինչ-որ մեկը բան։ Սրանք գալիս են այդ աստղաբույլը ճակերտավոր լրացնելու եւ իրենց անունները հատուկ տառերով է գրվելու արդարադատության խայտարակ պատմության մեջ Հայաստանի։ Պարոն Բարսեղյան, եթե խոստացված խրախուսական նորմերը կիրառվեին, հա, ինչքան որ իրենք զենքը վայր են դրել, այդ տարածքն ազատել են, պատանդները ազատության Չպետք է խոշտանգվեք, հա։ Հա, եթե այդ խրախուսական նորմերը կիրառվեին, այնուամենայնիվ 3 զոհերի դրվագը կա, չէ, որը Անշուշտ։ Իսկ ով է երբևէ ասել, թե այդ սպանության, երևի սպանության, չէ, սպանության դեպքերը չպիտի քննվեն։ Երբևէ որևէ ողջամիտ մարդ չի կարող ասել, որ դա պատշաճ քննություն պետք է անցնի։ Դե քննության արդյունքներով իրենց է մեղադրանք առաջադրված։ Բան չասացի, բայց պետք է դատական արդար դատաքննությամբ ապացուցվի կամ ինչ է, չապացուցվի, չէ, մարդու կամ մարդկանց մեղքը։ Խմբով տարած գրավելը գործող օրենսդրությամբ մի հանցակազմ է ըստ երևույթին, ասենք մարդ սպանելը ուրիշ հանցակազմ է եւ այլն եւ այլն։ Հիմա վերջը այդ ամբողջը պետք է արդար դատաքննությամբ պարզվի, թե չէ։ Ինչպես կարելի է մարդուն դատել ոստիկանին ծեծելու համար, խփելու համար, երբ ամբողջ դատական process-ի ընթացքում որևէ ոստիկան չկա տուժող։ Որևէ ոստիկան չի ասում, որ այս մարդը ինձ խփել է։ Արարատ Խանդոյանը ինձ խփել է կամ այո, հա։ Այսինքն չկա տուժող փաստորեն, ինչի հիման վրա եք դա արել։ Այսինքն երեսները պադոշարած, նստած, որոշել են, որ չէ, այս մարդը պետք է փակ մնա, ինչի պետք է փակ մնա, որովհետև ըստ երևույթին արդարության հաստատման ներկա պնակից պոտենցիալ օգտվող է։ Մի նոր գործիք կարող է հանկարծ Խանդոյան եղբայրը վերցնի օգտագործի, ճղայնանա օգտագործի, ինչ է եղել։ Այն մարդիկ իրենց գլխից թռել են, ինքը պագաս տղա, ինքը ասում է, չէ, բերեք փագենք այդ տղային, հանկարծ վնաս չտա։ Բոլորիս էս փագելու լավ։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը փագելու էս, մնալու եք դուք ձեր պետական ու ինչ է, համայնքային պաշտոնյաներով, ոստիկաններով եք մնալու։ Սա լուծում չէ։ Բայց թե երևի ժամանակի վրա է խաղում։ Երևի Ֆրանկոից ազդվել է, ասել է դե մարդը 40 տարի Իսպանիան ինչ ուզեց արեց, Պինաչետից է ազդվել, ասում է 17 տարի ինչ ուզեց արեց, ով կարեցավ բան, արեց, բրձավ, հետո նոր ելավ գնաց մարդը։ Պագաս տղա է Սերժիկ Սարգսյանը, երևի իրենց տրամաբանությունը սրա մեջ է։ Ենթադրում եմ, որ այս տրամաբանության մեջ եք դիտում նաև Անդրեաս Ղուկասյանի դեմ հարուցված գործը, բայց Ղուկասյանին ընդհանրապես անեկդոտ է, որովհետև դուք այնտեղ ակտիվ մասնակցություն եք ունեցել Սարթավում, ես մի քանի դրվագ մեջ բերեմ նրան առաջադրված մեղադրանքից, մասնավորապես, որ ցույցում է տվել դեռ Ազատության հրապարակից քարեր հավաքել, որ հետո հրահանգել է դրանք նետել ոստիկանների վրա եւ հետագայում մեղադրանքը խստացվեց, ըստ որի Ղուկասյանը մտադիր է եղել միանալ Սասնա ծռերին Սարիթաղից եւ ինքն էլ պատանդներ պահել, այդ գունդը գրաված պահել։ Եթե այնպես տխուր չլիներ, կասեի լավ է, որ Անդրեասին բռնաբարության մտադրության համար չեն տատում։ Հասկանում եք, այդ ամբողջ ընթացքում Ազատության հրապարակից մինչև Սարիթաղ, մինչև այդ բախումները, հարձակումը ցուցարարների վրա, բախում չէր ներողություն, հարձակումը ցուցարարների վրա, ամբողջ ընթացքում Անդրեասը եղել է մեր տեսադաշտում։ Անդրեասը եղել է ամենաքիչ խոսացածը մարդ այդ փուլում, այդ հատվածում, ոտքն էլ ցավում էր։ Շատ հաճախ, երբ որ ինչ-որ ինտենսիվ վեճ ու բանակցություններ ընթանում Երանոսյան կոչեցյալի հետ, Աշոտ Կարապետյան կոչեցյալի հետ, Անդրեասը նույնիսկ դրան չէր մոտենում, այդ ոստիկաններին չէր մոտենում, որոշ կադրերի մեջ երևում է, որ մայթի վրա, քարի վրա նստած էր։ Հա, մոտենալու մտադրությունը բացարձակ հիմարություն է։ Հիմա ես չեմ ուզում զբաղվել Անդրեասի անմեղությունը ապացուցելով, որտեվ անհետեցություն է, նրանք պիտի ապացուցեն, իսկ նրանք ինչ ունեն, երկու հոգի իբր թե ցուցմունք են տվել, որ Անդրեաս Ղուկասյանը իբր կոչեր է արել։ Անդրեաս Ղուկասյանը այնտեղն չէ, որ կոչեր ուզենա անի, հրապարակավ չանի։ Հրապարակավ կաներ, եթե նման մտադրություն կամ դիտավորություն ունենար քարեր հավաքել խփել։ Այդ
ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել ազատության հրապարակից քայլելով մինչև բան Սարիթաղ բացարձակ հիմարություն է այն Սեյրան Սարոյանի խոսքերն են միտքս կա ասենք ինձ հայոյելու կամ մեծ բերան բացելու համար բռնեք հələ բռնեք էլի Անդրեասյանին չեք բռնում այդ մարդը մտավորական մարդ է կյանքում նման վարկ չի դրսևորել էլի հա գրբանում էլ տանակ չունի այդ տղին չեք բռնել տարել փագել եք պատանդների երևի ինչ որ մի ով գիտե երևի չարչարում են իրենց թվում է որ հյուծում են էլի այս հանրային բողոքը հասարակական բողոքը մոտավորապես այս համատեքստում եմ ես նկատում այդ բաները Եվ ամփոփելով 1 տարի անց այս իրադարձություններից Սերժ Սարգսյանը երբ Սասնա ծռերի դեպքերից հետո հա խախտեց լռությունը նա այսպիսի ձևակերպում է տվել որ հանգուցալուծվեց բոլորիս համար ամենաընդունելի ճանապարհով Երևի նկատի ուներ ես վստահ չեմ որովհետև շատ դժվար է պաթոլոգիկ ստախոսի խոսքերը մեկնաբանել բազմիցս ապացուցվել է որ Սերժ Սարգսյանը ստում է Երևի նկատի ունեցել որ կարող էինք ասել ռումբ գցել ասենք ՊՊՑ-ի վրա եւ 30 զոհ ունենալ այդ 30 զոհը չունեցանք վստահ չեմ ինքը լավ կլինի դա բացատրի բայց դա բոլորիս համար ուրեմն ցանկալի հանգուցալուծումը չի եղել մեզ բոլորիս համար կարծում եմ բոլորի անունից դժվար է խոսել իհարկե ցանկալի հանգուցալուծումը արդար Հայաստան ունենալն է դրա համար գոնե այդ ապստամբությունից հետո 2-3 խոշոր ընտրություններ Գյումրի, Վանաձոր, Երևան եւ ազգային ժողովի լավ հնարավորություն էին որպեսզի երկրի պետական իշխանությունը կամ առաջին դեմքը կարողանար ցույց տալ որ ինքը հասկացել է թե մենք ուր ենք գնում երկիրը ուր է գնում եւ վերջապես սկսել է բարեփոխել ընտրական օրենսգիրքը փոխել է չես բարեփոխել դու իրականում եւ ապականությունները որոնք տեղի ունեցան այդ ընտրությունների ժամանակ ճյունինգ արած ապականությունները հաստատեցին որ ոչ մի ցանկալի արդյունքի չենք եկել մենք ոչ մենք ոչ ինքը երևի թե զորով շարով իշխանությունը պահում է դա չի նշանակում որ դա իր երազած Հայաստանն է ըստ երևույթին Նոր շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար հիշեցնեմ ազատության զրուցակիցը Գյումրիի լրագրողների ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն էր